2018-ից մետաղական ամռանների ներկրմամբ զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկն անցած տարի ներմուծել է գրեթե 50,000 տոննա ամռան, այս տարվա առաջին 7 ամիսներին 45,000 տոննա, իսկ օգոստոսից ի վեր ներմուծման ծավալը զգալի կրճատվել է։ Ընկերության տնօրենն ասում է, պատճառը պետական տուրքի մասին օրենքում վերջին կարգավորումներն են, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող մետաղական ամռանների վրա հավելյալ պետական տուրք սահմանվեց։ Բախվեցինք որոշակի դժվարությունների, որի արդյունքում վերջին 4 ամիսներին, այսինքն սկսած օգոստոսից ներկրել ենք ընդհանուր առմամբ 5300 տոննա մետաղական ամռան, որը որ ամսական հաշվարկի վերածելիս ստացվում է մոտ 5 անգամ ավելի քիչ, քան նախկինում ներկրում էինք։ Իսկ օրենքի փոփոխությամբ 1 տոննայի համար նախկին 29,000 դրամի փոխարեն ներմուծողները պետք է վճարեն 45,000 դրամ պետական տուրք։ Ըստ հեղինակների նպատակը ներմուծվող եւ արտադրվող ապրանքի գների հավասարակշռումն է։ Անհավասար պայմաններ ըստ Նարեկ Ղարամանյանի ստեղծվել էին վերջին 3 ամիսների ընթացքում, երբ Իրանում քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ էին տեղի ունեցել։ Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված մաքսատուրք կար Իրանի Իսլամական Հանրապետությունից ամրաններ ներկրվելու վրա, տոննայի համար 5% այդ տուրքը հանվեց, որի արդյունքում մոտավորապես 10,000 դրամ գինը իջավ, նաև դրա ավելացված արժեքի հարկը իջավ 2000-ի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում բավականին էժանացել է ինքնարժեքը արտադրության, վերջին պատերազմական գործողությունների արդյունքում իրենց արտարժույթը նվազեց եւ մեր հաշվարկներով տարբերություն առաջացավ։ Այո, այնտեղ գները ամենօրյա ռեժիմով են ենթարկվում փոփոխության, կապված իրենց արժույթի արժեզրկման, արժևորման, որը որ ամեն օր է կատարվում։ Բայց կոնկրետ դեպքի վերաբերյալ նաև էկոնոմիկայի նախարարությունն է մեկնաբանություն տվել նույն նախագծի նույն հիմնավորմամբ, որ Պարսկաստանում, Իրանում գազի գինն է սուբսիդավորվում գործարանների համար եւ աշխատուժը անհամեմատ ավելի էժան է Հայաստանում, բայց հաշվի չի առնվել, որ ինքնարժեքը չի գոյանում միայն գազով եւ աշխատուժով։ Մետաղական ամռանների հումքը ըստ ներկրողի Հայաստանում մի քանի անգամ ավելի էժան է, քան ամբողջ աշխարհում։ Դա եւս ազդում է գների վրա։ Այս փոփոխության դեպքում արտադրողն է ունենում շահույթ, որից իրենք զրկվում են, իսկ նվազագույն եկամուտ ունենալու համար ստիպված կլինեն գների փոփոխության գնալ։ Տնտեսվարողը դեմ չէ, որ զարկ տրվի տեղական արտադրանքին, սակայն այն համոզմանն է, որ արդյունաբերության խթանումը չպետք է լինի ի հաշիվ առևտրի։ Որ վերցնենք գլոբալ մակրոտնտեսական տեսանկյունից, թե ինքը ինչ ազդեցություն կարող ունենա Հայաստանի համար արտադրությունը ուժեղացնելու հաշվին առևտուրը կոպիտ ասած խեղդելու դեպքում ըստ էության ինքը ոչ մի բան չի փոխում, որովհետև նույն հարկերը վճարում եմ ես, նույն աշխատողները ունեմ ես, նույն աշխատողները ունի արտադրությունը, որը որ հիմնվել է։ Ռազմավարական բնույթ ունի, որովհետև այն տնտեսվարողները, ովքեր զբաղվում են այս գործունեությամբ, տարբեր ժամանակահատվածներով կարող են նաև այլ ծառայություններ մատուցել եւ նաև ցանկանում եմ նշել, որ ընկերություններից եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը նաև ստացել է պետական սուբսիդավորում իր տնտեսական գործունեությունը ծավալելու ընթացքում եւ այս տեսանկյունից նաև մեր իշխանությունը, իհարկե եւ կառավարությունը եւ ազգային ժողովը ավելի շահագրգռված է, որ այդ ընկերությունները հիմնականում իրանցից անկախ խնդիրների չբախվեն։ Ներկայում մետաղական ամռանների արտադրությամբ Հայաստանում զբաղվում է 3 ընկերություն, եւս մեկը շուտով գործունեություն կսկսի։ Կան այլ ընկերություններ էլ, որոնք ցանկություն են հայտնում ոլորտում ներդրումներ կատարել։ Իսկ արդյոք փոփոխությունը ազդեցություն կունենա շինարարության եւ բնակարանների գների վրա։ Հայաստանում կատարվող շինարարությունների գրեթե կեսը բաժին պետական շինարարություններ։ Այսինքն այս ամեն ինչի արդյունքում ոչ միայն բնակարանների վերջնական գնորդի վրա թանկանալու բնակարանի գինը, այլ նաև պետական գնումների տեսանկյունից նույնպես թանկանալու։ Ոչ, ես չեմ կարծում, նախ սկսենք նրանից, երբ որ իրականում ներկրման ինքնարժեքը բավականին իջավ, շուկայում փոփոխության չենթարկվեց։ Չեմ կարող պնդել, որ ոչ բոլորը, բայց հիմնականում այն տնտեսվարողները, ովքեր ներկրում էին ամրաններ Իրանի Իսլամական Հանրապետությունից, իրանց վաճառքի գինը գրեթե չէր փոխվել կամ կարող է 1000-2000 դրամ, այսինքն չնչին փոփոխությունների ենթարկվել, հիմիկվա նոր ներդրված տուրքերով դա գալու է հավասարվի իրական գինը 3 ամիս առաջ եղած գնին։ Նախագծի հեղինակը կարևորում է նաև մետաղի ջարդոնի արտահանման արգելքը, որը նաև ռազմավարական հումք է համարում երկրի համար։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։